Պարոն նախարար, խնդրեմ նշեք, թե 2025 թվականին որ համայնքներն են ունեցել բյուջետային դեֆիցիտ եւ նախարարությունը ինչ կերպ են միջամտել եւ նաեւ մանրադառնալ ի վերջո Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հեռացումը կամ փոփոխությունը ում գաղափարն է եղել, այդ հարցը ինչ փուլում է, ի վերջո պարոն Արուշանյանը պաշտոնանկարվելու է թե ոչ եւ արդյոք հավանական տեխնացուն ով կփոխարինի Դավիթ Արուշանյանին աղբի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանն է։ Ես կանդրադառնամ Շիրակի մարզի եւ մարզպետի հետ կապված հարցից։ Մենք մարզպետի փոփոխություն չենք նախատեսել։ Գոհ ենք պարոն Արուշանյանի աշխատանքից եւ պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարումը այնպես, ինչպես այս ընթացքում է իրականացել, եւ եթե մարզպետի փոփոխություն չենք նախատեսել, հետեւաբար նաեւ մարզպետի տեխնացուի քննարկում չենք իրականացնել։ Հարգելի գործընկերներ, տարվա ընթացքում բազմաթիվ այդպիսի տեղեկատվություններ են տարբեր լրատվականներ շրջանառում, որոնց մի մասը իրական են, որոնց մի մասը իրական չեն։ Պարոն Արուշանյանի ազատման հետ կապված լուրը իրականությանը չի համապատասխանում եւ այդ է պատճառը, որ պարոն Արուշանյանը այդ լուրի հրապարակումից արդեն կարծում եմ 2 ամիս ժամանակ է անցել եւ ինքն է մարզպետը եւ մեր պլանները այնպեսին են, որ պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարել մարզում, մենք իր աշխատանքից գոհ ենք, բնականաբար աշխատանքի եւ աշխատանքային process-ը թերություններ էլ կլինեն եւ շտկման անհրաժեշտություն էլ կլինի, բայց այդ աշխատանքը գնահատում ենք բավարար եւ գնահատում ենք այնպես, որ ինքը շարունակելու է պաշտոնավարումը Շիրակի մարզում։ Եվ բյուջեի հետ կապված հարցը, մենք համայնքներում բյուջեի դեֆիցիտ որպես այդպեսին արձանագրված կան որոշակի համայնքներ, որտեղ 100%-ից ցածր է եղել կատարողականը, բայց դա պայմանավորված է տարբեր մեր մարզպետների հետ քննարկում ենք իրականացնել եւ իրենք էլ աշխատում են համայնքների հետ, ընդհանուր կատարողականը բարձր է գտնվում, մենք մարզեր ունենք, որտեղ 120% կատարողական կա համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, այդ բյուջեից անկախ ամեն ինչից շարունակելու ենք դոտացիաներ տրամադրել եւ բանաձևերի փոփոխության արդյունքում յուրաքանչյուր տարի ավելի մեծ ծավալով ֆինանսավորում ենք իրականացնում հանրապետության համայնքներին, քան նախորդ տարի, այդպես է եղել եւ 2024-2025 թվականներին, այդպես է լինելու նաեւ 2020 թվականին, ինչ հնարավորություն կտա համայնքներին այս աշխատանքներ իրականացնել։ Պարոն Արուշանյանի մեկ տարի փոխող ասուլիսը հետաձգվեց եւ ըստ տեղեկության պարոն Արուշանյանը եկել է Երևան նախարարություն հանդիպելու ձեզ հետ։ Պարոն Արուշանյանի ասուլիսի օրը ես նույնիսկ չեմ էլ ֆիքսել երբևէ, թե չեմ հիշի ես պարոն Արուշանյանի հետ դեկտեմբերի 19-ին հանդիպել եմ, թե չէ, բայց մենք բարբերաբար բոլոր մարզպետների հետ հանդիպում ենք, բոլոր մարզպետները հաճախ են գալիս նախարարություն, առնվազն ամեն 5 շաբթի եւ շաբաթվա մեջ նաեւ տարբեր օրեր են գալիս, ըստ ուրեմն աշխատանքի այդ հարցի պատասխանը պարոն Արուշանյանը կտա, բայց ես պիտի նորից կրկնեմ նույնը, մենք պարոն Արուշանյանին կամ Շիրակու մարզպետի փոփոխության հարց մեր օրակարգում չունենք եւ հետեւաբար պարոն Արուշանյանը շարունակելու է պաշտոնավարել։